Հայաստանում տարեկան 60-ից 70 մարդու մոտ հայտնաբերվում է մելանոմա, որը մաշկի ուռուցքային հիվանդություն է, լինելով փոքր երբեմն աննկատ, կարող է ախտահարել ամբողջ օրգանիզմը, առաջացնել բարդություններ։ Թիվը սակայն իրական պատկերը ցույց չի տալիս։ Այն բոլոր դեպքերը, երբ որ դիմում են մարդիկ տարբեր տեսակի կոսմետոլոգիական սալոններ, իբր վառում են խալերը, այսպես կոչված, հա, եւ այլն բաց թողումները շատ են լինում եւ մելանոմայի դեպքերը մենք այդպես էլ չենք կարողանում ընդգրկել ուռուցքաբանի եւ մաշկաբանի հսկողության տակ եւ բաց են մնում այդ դեպքերը։ Ըստ մասնագետի, եթե մելանոման հայտնաբերվում է առաջին փուլում, լիարժեք բուժման հավանականությունը 95%-ից բարձր է, իսկ հիվանդությունը 4-րդ փուլում հայտնաբերելու դեպքում ընդամենը 20% է հավանականությունը, որ բուժառուն առնվազն 5 տարի կապրի։ Բացի այդ, եթե առաջին փուլում միայն վիրահատվելով կարելի է սահմանափակվել, ավելի բարձր փուլերում մարդը դեղորայքային բուժում պետք է ստանա։ Մենք ունենք հատուկ կանոնակարգ ABCDE է կոչվում, այս դրա մենք որոշում ենք ինչպիսի սիմպտոմներ ունի մելանոման։ Դա չափն է փոխվում, գույնն է փոխվում, սահմաններն են փոխվում, տարբեր տեսակի այսպիսի նկատառումներ կան, որոնք բժիշկները բոլորը տիրապետում են, ուռուցքաբանները եւ մաշկաբանները։ Եվ եթե պացիենտը դիմում է ոչ համապատասխան մասնագետին, այլ կոսմետոլոգին, որը չի տիրապետում այս սիմպտոմատիկային, բնականաբար կիսատ կտրում է եւ դրանից հետո արդեն հիվանդների 50%-ը մեզ հասնում է 4-րդ փուլում։ Այսօր շատ մաշկաբաններ են վերապատրաստվում մելանոման ախտորոշելու համար, սակայն այն բուժառուները, որոնք կարիք ունեն հետազոտման, չեն ավելանում, նշում է մասնագետը։ Մարդիկ անուշադրության են մատնում մաշկի վրա տեղի ունեցող փոփոխությունները, չեն դիմում մասնագետների, ցավոք սրտի մենք ունենում ենք դեպքեր, երբ որ փոքրիկ առաջի հայացքից անվտանգ եւ ճիշտ մոտեցման դեպքում նույնպես անվտանգ մի խալ կարող է հետագայում կյանքի կրճատման պատճառ հանդիսանալ, բերելով ուռուցքային փոփոխությունների, բերելով ամբողջ օրգան համակարգերի, օրգանիզմի ախտարման, օրգան համակարգերի ախտահարման։ Հիվանդությունից խուսափելու համար պետք է հրաժարվել ծխախոտից, չօգտագործել անհայտ ծագման քսուկներ, անգամ այն օրերին, երբ խիստ արև չէ, օգտագործել արևապաշտպան։ Մասնագետը ներկայացնում է նաև գանգատները։ Առաջի հայացքից անվտանգ, բացարձակ ոչ մի գանգատ չառաջացնող, չցավացող, չքորվող, չարունահոսող, ոչինչ չկա, ամեն ինչ հանգիստ ցենց խալ է, բայց այդ խալը ոնց որ թե նոր է առաջացել, ես ծնված օրվանից չունեի, ոնց որ թե այս խալը առաջացել է, երբ որ ես մի տարի առաջ բավականին երկար արևի տակ էի մնացել եւ տենց լավ արևայրուկ էի ստացել առանց արևապաշտպան օգտագործելու, դրա հետ միասին ես չարաշահում եմ ծխախոտը, դրա հետ միասին ունեմ ժառանգականություն, իմ հարազատներից մեկի մոտ ինչ-որ ուռուցքային հիվանդություն է եղել, այս ամենը որ սենց գումարում ենք, դառնում է մի փաթեթ, որը մեզ զգոն պետք է պահի, պետք է ուղղի դեպի այդ հետազոտություն։ Մայիսը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի ամիս, իրազեկման արշավ է նախատեսվում։ Մասնագետները լինելու են մարզերում, մարդիկ կարող են մոտակա բուժհաստատությունից հետաքրքրվել, թե մաշկաբանները երբ են լինելու իրենց տարածքում եւ անվճար հետազոտվել։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։